Տեր օրհնի ձեզ։ Մենք պետք է շարունակենք խոսել Աստծո իշխանությունից։ Աստված իր եկեղեցուն իշխանություն է տվել, որովհետև դա իր ընտանիքն է։ Հիսուսը իր հարսին իշխանություն է տվել, որովհետև եկեղեցին Հիսուսի հարսն է։ Ինչպես կարա գլուխը իշխանություն ունենա, մարմինը չունենա։ Եկեղեցին է Հիսուսի մարմինը։ Որ տեսակետից ուզում եք մոտեցեք եկեղեցին ունի մեծ իշխանություն։ Ու այդ իշխանությունը հավասար է Հիսուսի տված իշխանությանը, այն իշխանությանը, որը ունի Հիսուսը։ Միայն իմանաք, թե դուք ինչ չեր կարող եք անել երկրի վրա։ Միայն հայտնվի ձեզ, թե ինչ չեր կարող եք անել։ Այսօր պիտի խոսեմ այդ իշխանության բաժիններից մեկի մասին։ Գիտեք, որ եկեղեցուն իշխանություն է տված հաղթելու իշխանություն։ Նշանակում է կա պատերազմ, չէ՞ որ կարիք կա հաղթելու։ Այդ պատերազմը այնքան բազմազան է մեր հավատացյալների կյանքում։ Դա սկսում է մեր սրտի խորը անկյուններից, մեր սրտի մեջից, սկսում է մեր մտքում, կատարվում է մեր մտքում, դուրս է գալիս մեր շրջապատի աշխարհի մեջ։ Մարդիկ են դուրս գալիս մեր դեմ, չգիտեմ, ամեն ինչ տեղի ունենում է աշխարհում, բայց հիշի դու Աստծո իշխանությունը ունես ամեն բանի վրա հաղթելու համար։ Աստվածաշունչը շատ է գրում դրա մասին։ Առաքյալներից մեկը, որը ամենաերկարը ապրեց, գիտեք դա ով է։ Հովհաննես առաքյալը, Հիսուսի 12 առաքյալներից նա ամենաերկարը ապրեց։ Ինքը տեսավ մի ժամանակաշրջան, որտեղ առաքյալները մահացել էին, մնացել էին իրենց աշակերտները, որոնք իհարկե մակարդակով ավելի ցածր էին, քան թե իրենք առաքյալները։ Ու եկեղեցին բավականին մեծ դժվարություն ունեցավ նրա պատճառով, որ արդեն 12 առաքյալները չկային, մնացել էր մեկը նրանցից։ Ինչպիսին էին այդ դժվարությունները։ Նախ հռոմեական կայսրության ժամանակաշրջանն էր առաջի դարը։ Այդ ժամանակ իշխում էր հռոմեական կայսրությունը ամեն բանի վրա, ու թույլ չէր տալիս, որ եկեղեցին ինչ որտեղ նույնիսկ իր կրոնի մասին խոսի։ Շատ կարևոր էր հռոմեացիների համար բազմաստվածության պաշտամունքը։ Դրա համար նրանք ամեն ինչ կիրառում էին, որ քրիստոնեությունը ուղղակի վերացրած լինեն։ Դուք շատ լսած կլինեք Ներոնի ու մյուս կայսրների մասին, որոնք հաճույքով նայել են, թե գազանները ոնց են ուտում քրիստոնյաներին։ Երանի այդ քրիստոնյաներին, որովհետև իրենց կյանքը մինչև վերջ են դրել Հիսուսի համար։ Հալելույա։ Այդպիսի պատմությունները ինձ միայն ուժեղացնում ու ոգևորում են Հիսուսի մեջ։ Ու թող ձեր մեջ վախ չգցեն, որովհետև դուք հաղթությունն եք մահվան վրա։ Հալելույա։ Տեսեք Հովհաննեսը, որ տեսել էր այդ ժամանակաշրջանը։ Դեռ պետությունը, որ հալածում էր եկեղեցին, սա դեռ ոչինչ, սա դեռ մի բաժինն էր։ Բայց այդ նույն ժամանակաշրջանում սխալ ուսմունքները սկսեցին շատանալ։ Այնքան մեծացան սխալ ուսմունքները, որ արդեն շատ դժվար էր դեմ կանգնել դրանց։ Ու դրանցից ելնելով, դրանցից բխած արդեն, մղված, Հովհաննես առաքյալը Սուրբ Հոգու առաջնորդությունով գրում է իր առաջի թուղթը։ Դա գրվել է արդեն 70 թվականից հետո։ Ինչու եմ ասում 70, որովհետև 70 թվին Երուսաղեմը ոչնչացվեց ուղղակի։ Լրիվ կործանվեց հռոմեական կայսրության կողմից, հռոմեական զորքերի կողմից։ Պատկերացրեք իրադրությունը, դրան պետությունը ճնշում էր եկեղեցին, հալածում էր, սպանում էր մարդկանց, ու դրա կողքին այնպիսի ուսմունքներ էին դուրս գալիս, որոնք հակառակ էին քրիստոնեությանը։ Բայց դժվար իրականության մեջ, որ կարիք կար եկեղեցին պահելու ճշմարտության մեջ, աստվածապաշտության ճշտի մեջ, այս դժվարության մեջ Հովհաննես առաքյալը գրեց իր առաջին թուղթը։ Ու մի քանի անգամ, սա երևի միակ թուղթն է ամբողջ Աստվածաշնչում, որ կարդում եք ներ բառը։ Ու քրիստոնյաները շատ են սիրում այդ բառը օգտագործել։ Հովհաննեսը միակն է, որ գրում է ներ բառով։ Կարդացել եք ները քանի անգամ է գրված իր թուղթում։ Ու գրվածը շատ ներեր արդեն եկած են, որովհետև Հովհաննեսը տեսնում էր, թե ինչքան քրիստոնեական գիտությունը աղավաղվել է արդեն, ինչպիսի գիտություններ են ազդում քրիստոնեության վրա, եկեղեցու վրա։ Ինքը ներեր անվանում նաև նրանց, ովքեր հալածում են եկեղեցին, մեծ իշխանությունն են հալածելու եկեղեցին, դա պետության էր վերաբերվում այդ ժամանակաշրջանում։ Բայց ինքը նաև ասում է, որ շատ ներեր էլ դեռ պիտի գան։ Այսինքն պիտի գան նրանք, որ պիտի հալածեն եկեղեցին, պիտի գան նրանք, որ դեռ պիտի ուսմունք բերեն, որը վտանգի մեջ դնի եկեղեցուն։ Այս բոլորից բխած ինքը գրեց իր թուղթը։ Թղթում շատ մանրամասն նկարագրում է, ու դուք շատ լավ կարող եք կարդալ ու ծանոթանալ, որոնք են ները ու որոնք են Աստծո ժողովուրդը։ Շատ հստակ է գրում, ու այսպիսի հստակ գրված բանաձևերով թուղթ ուրիշը չեք գտնի Աստվածաշնչում, որովհետև այդպիսի պայմաններում չէր կարելի մեղմ գրել։ Այդպիսի պայմաններում պիտի շատ խիստ գրվեր, շատ կտրուկ գրվեր։ Քրիստոնյաները սիրում են նայել սև, սպիտակ ու մեջտեղում էլ ինչ-որ միջանկյալ։ Աստված այդպես չի տեսնում, ինքը տեսնում է կամ սև, կամ սպիտակ։ Կամ դու Աստծունն ես, կամ դու սատանայինն ես։ Մարդկանց հետ որ խոսում ենք շատ հաճախ իրենք ասում են ես ոչ Աստծունն եմ, ոչ էլ սատանայինն եմ, ես իմն եմ։ Գիտես հենց այն մտքով որ դու քոնն ես, արդեն դու սատանայինը դարձար։ Հենց այն մտքով որ դու Աստծունը չես, լրիվ ձեռա տալիս սատանային։ Մենակ Աստծունը մի եղիր, ուրիշ ինչ ուզում ես եղիր, ում ուզում ես եղիր։ Քեզ համարի, չգիտեմ, Բուդդայինը, քեզ համարի Մուհամեդինը, ում ուզում ես համարի, քոնը համարի դու քեզ։ Բայց Աստծունը չէ, բավարար է սատանայի համար, որովհետև դու արդեն փրկություն չես ունենա, դու իր կողքին գնալու ես դժոխք։ Սատանայի հետ միասին այս սրան է ձգտում սատանան, ու դրա համար ինքը տարբեր միջոցներ է կիրառում։
Հովհաննեսը իր թուղթը որ գրում էր, 3 անգամ գրեց հաղթության մասին։ Երբ որ կարդաք Հովհաննեսի առաջի թուղթը, դուք կտեսնեք 3 անգամ գրված հաղթության մասին։ Ես այդ 3 տեղերը ուղղակի պիտի բացատրեմ ձեզ։ Առաջին անգամ հաղթության մասին գրված է 2-րդ գլխի 14-րդ խոսքում։ Գրքեր ունեք բաց արեք ինձ հետ ու հետևեք խոսքին։ Իհարկե տեքստը մի քիչ ավելի մեծ կարելի է կարդալ, ավելի հասկանալի լինելու համար։ Խոսում է 3 տարբեր քրիստոնեական մակարդակների մասին, հոգևոր մակարդակների մասին։ Ոմանց անվանում է հոգևոր այր, մեկը որ արդեն բավականին հասուն է Աստծուն ճանաչելու մեջ, Աստծո ճանաչողությունը կյանքում ապրելու մեջ։ Մյուսին անվանում է հոգևոր երիտասարդ, եւ մյուսներին անվանում է հոգևոր մանուկներ։ Մանուկներ, որովհետեւ ընդհանրապես ճանաչել են, որ իրենք հայր ունեն։ Երիտասարդներ, որոնց որ այսօր պիտի կանգ առնեմ, որովհետեւ նրանք են հաղթողները, գրված է այսպես 14-րդ խոսքի կեսից պիտի կարդամ. Գրեցի ձեզ, երիտասարդներ, որովհետև դուք ուժեղ եք եւ Աստծո խոսքը ձեր մեջ բնակվում է ու չարին հաղթեցիք։ Նկատում եք 3 բան է գրված. որովհետև դուք ուժեղ եք, Աստծո խոսքը ձեր մեջ բնակվում է եւ դուք չարին հաղթեցիք։ Ինչից էր գալիս երիտասարդների ուժը։ Սա չի խոսում ֆիզիկական երիտասարդների մասին, խոսում է հոգով երիտասարդների։ Նրանք ովքեր ծնվում են Աստծո մեջ, նրանք հոգևոր մանուկներ են։ Գիտես, այսպես ասեմ, եթե իմ պապս եղել է տերտեր, դա չի նշանակում, որ ես հոգևորապես արդեն չգիտեմ ինչ մակարդակ ունեմ։ Այդ ինքն է ունեցել այդ մակարդակը, ես չեմ ունեցել։ Ես հենց որ հավատացի Հիսուսին ու ճանաչեցի Հիսուսին ու սկսեցի հարաբերվել նրա հետ, ես դարձա հոգևոր մանուկ։ Ես այդ հարաբերության մեջ, Հիսուսի խոսքի մեջ, իր հետ ապրելու մեջ դեռ պիտի աճեմ, դեռ պիտի մեծանամ հոգևորապես։ Ու դա ինչպես է տեղի ունենում, գրված Աստծո խոսքը ձեր մեջ բնակվում է։ Երբ որ այս խոսքը կսկսի բնակվել քո մեջ, գրված Աստծո բերանից դուրս եկած խոսքը կսկսի բնակվել մարդու մեջ, մարդու մոտ կառաջանա հոգևոր հասակ, իհարկե դա կուտակվելով, աճելով, երեխան որ ծնվում է, մի անգամ կաթ է ուտում, հաջորդ օրը չի դառնում երիտասարդ, չէ՞։ Ինքը տարիներ ուտում մինչև որ հասնի այդ երիտասարդության հասակին։ Այդպես էլ հոգևորը, ինքը ծնվելով Աստծո կաթը ուտելով, նրա բերանից դուրս եկած խոսքը, գրված է որ դա բանական ու անխադախ կաթ է, Պետրոսն է գրում այդպես։ Դա ուտելով ու շարունակաբար ուտելով, ինքը հասնում է նրան, որ դառնում է հոգևոր երիտասարդ։ Հոգևոր երիտասարդի մի յուրահատուկ գիծ է գրված այստեղ, բնութագիր է գրված։ Աստծո խոսքը ձեր մեջ բնակվում է ու չարին հաղթեցիք։ Ես մի հարց տամ, քանի անգամ եք ձեր սրտում չարություն տեսել։ Ովքեր նրանք որ կարողացել են իրենց սրտում եղած չարությանը հաղթել։ Այստեղ չի խոսում դեռևս սատանայի մասին։ Սատանայի հաղթությունը սկսվում է մեր սրտից։ Եթե ես իմ սրտում մեղքի ձգտում ունենամ, այս սատանային հաղթելը ո՞րն է։ Արդեն պարտությունը ունեմ իմ սրտի մեջ։ Այս սատանային հաղթելը ո՞րն է, ինչի մասին է խոսքը։ Դեռ դրսում եղած դժվարություններին հաղթելը ո՞րն է, եթե ես իմ սրտում մեղքի ձգտում ունենամ։ Գրված է հոգևոր երիտասարդները նրանք են, ում մեջ բնակված Աստծո խոսքը եւ հաղթել են չարին։ Աստծո խոսքի բնակվելը, դա առատության բնակվելու մասին է խոսքը, երբ որ խոսքն է մեծանում մարդու մեջ այնքան, որ սկսում է գերազանցել չարին։ Գիտեք, աշխարհում չի լինելու մարդ ու չկա այդպիսի մարդ, որը բարի լինի։ Ու մինչև հավիտենություն, մինչև Հիսուսի գալուստը չի լինելու այդպիսի դեպք, որ մի մարդ ասի ես կատարյալ մաքուր եմ ամեն տեսակ մեղքից։ Ես արդեն ասել եմ Հիսուսի մակարդակին, այդպիսի բան չի լինելու։ Եթե դու քեզ երբևէ կտեսնես, որ էլ մեղք չունես գործելու, մեկ-մեկ մարդիկ ասում են այս մեղքն էլ, որ թողեմ վերջ, էլ բան չունեմ։ Չես ելիս, լավ չես ճանաչում։ Այդ մեղքը դու կթողես կյանքում։ Կգա այդ բանը, ես վստահ եմ Աստծո վրա։ Բայց դրանից հետո կտեսնես մի ուրիշը։ Գուցե դա փակել է քո աչքերը մյուսները տեսնելու համար։ Դու շատ կենտրոնացած ես մեկի վրա, չգիտեմ։ Իսկ եթե ընդհանրապես մեղք չես տեսնում, ամենավատ վիճակն է։ Աստվածաշունչը դա անվանում է հոգևոր կուրություն։ Հոգևոր երիտասարդը նա է, որ այնքան խոսք է լցնում իր մեջ, որ խոսքի ուժը սկսում է հաղթել իր մեջ եղած չարությանը, մեղքին։ Երբևէ նախանց տեսել ես քո մեջ։ Երբևէ մեկից վիրավորված լինելով ուզեցել ես մեկի մոտ խոսես, այդ ինչքան վատ մարդ է, սա բամբասանքն է։ Երբևէ այսպիսի բաներ ունեցել ես, դու կարիք ունես սրանք հաղթելու Աստծո խոսքի զորության միջոցով։ Ոչ թե քեզանով, ոչ թե քո ուժով, ոչ թե ես արդեն մաքուր եմ հայտարարելով։ Շատ մարդիկ էլ այդպես հայտարարում են, ոչ մեկին չես խաբելու։ Ինքդ քեզ ընդամենը խափած կլինես, եթե դու ճշմարտություն չնայես քո սրտի մեջ։ 15 Սաղմոսը կարդացել եք, Աստծո մոտ շատ գնահատելի է, գիտեք ինչը։ 15 Սաղմոսում այսպիսի խոսք է հարցնում, ասում ով պիտի ապրի քո սուրբ լեռան վրա։ Ու այնտեղ մի երկար ցուցակ է տալիս, մի ցուցակ է գրված, թե ով պիտի ապրի սուրբ լեռան վրա։ Բայց մի կարևոր խոսք է, ասում նա, ով որ իր սրտի մեջ ճշմարտություն է խոսում։ Տեսեք, ոչ թե բերանով է ճշմարտություն խոսում մարդկանց, սա հետևանք է նրա, որ դու սրտումդ ես ճշմարտություն խոսում, այլ իր սրտում է ճշմարտություն խոսում։ Սա մարդիկ մեկ էլ տեսնում ես բոլորովին մեղքի մեջ են ասում են ես Աստծո որդի եմ։
Մնում է զարմացած։ Ինքը Աստծուն չի ճանաչում ընդհանրապես։ Կարող է մտածի, չգիտեմ, որ Բուդդան ամենաճիշտ Աստվածն էր։ Հետո կանգնի ու ասի ես Աստծո որդի եմ։ Ասում ես ում ես խաբում, ինձ թե քեզ։ Վերջը այդ արտահայտությունն է քո սրտի մեջ, քեզ համար թե չէ։ Ինչպես ես դու մտածում։ Արդյոք հոգևոր երիտասարդության պահը կա քո մեջ։ Աստծո խոսքը այնքան է կուտակել քո սրտի մեջ, որ նա մեծանալով ու իր զորությունով սկսել է հաղթել քո մեջ եղած չարին։ Ըստ դեպքում կասեմ, որ դու հասել ես հոգևոր երիտասարդությանը։ Գիտեք, հոգևոր մանուկներին չեն տալիս այնպիսի ծանրություն տեղափոխել, որ իր ուժերից վեր լինի։ Երբեք չմտածեք, որ Աստված ձեզ հոգևոր մանուկ հասակում այնպիսի գործ կտա, որը ձեր ուժերից բարձր կլինի, որ բարձրացնելու դեպքում դուք կվնասվեք։ Հոգևոր կյանքում էլ է այդպես։ Եթե մեկը հոգևոր ճիշտ հասակ չունենա, հոգևոր երիտասարդության ուժը չունենա, գուցե այս աշխարհում հանդիպի այնպիսի դեպքերի, որից ինքը վնասվի, չկարողանա հաղթել այդ դեպքերին։ Աստծո խոսքի համար Պողոս առաքյալը պատվեր է տալիս, ասում է թող առատապես բնակվի ձեր մեջ։ Թող Քրիստոսի խոսքը առատապես բնակվի ձեր մեջ։ Սա աշխատանք է պահանջում։ Սա այնպես չի լինում, որ ես եկել եմ, դարձել եմ հավատացյալ, կմասնակցեմ հավաքույթների ու վերջ կհաղթեմ։ Սա սիստեմատիկ աշխատանք է պահանջում։ Եթե դու մի սպորտսմեն ես, որը ուզում է հաղթության, մեծ հաղթության, կարիք կա, որ դու ամեն օր պարապես, ամեն օր աշխատես քո վրա։ Որքան ես դու աշխատում Աստծո խոսքի վրա։ Որքան ես մտածում, որ այս խոսքը պիտի բնակեցնել իմ մեջ։ Բնակեցնել բառը շատ լավն է, որ այդ խոսքը պիտի բնակվի քո մեջ։ Գիտեք, խոսքը ինքը զենք է։ Այդպես գրում է Պողոս առաքյալը Եփեսացիների 6-րդ գլխում։ Այնտեղ զենքերի տեսակներ է խոսում։ Կարծում եմ կարդացել եք այդ հատվածը։ Եվ ասում է հոգու սուրը, որը Աստծո խոսքն է։ Մեր մեջ կա Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին պատերազմի է դուրս գալիս, բայց ինքը զենք ունի։ Դա Աստծո խոսքն է, որը սուր է իր ձեռքում։ Մարդիկ այս աշխարհում սիրում են զենք ունենալ, որովհետև դա իրենց կյանքի ապահովության մի ինչ-որ բաժին է լինում։ Մարդիկ այս աշխարհում սիրում են զենք ունենալ, որովհետև ուրիշներին իրենց վնասողներին սիրում են վնասել։ Այսօր դու աշխարհում մի թշնամի ունես, սատանա, ու նրան վնասելու համար ոչ մի նյութական զենք իշխանություն չունի, բայց կա մի զենք, որը կատարյալ զորություն ունի։ Որն է այդ զենքը, գիտես։ Աստծո խոսքը։ Ասում եմ դժման ձեզ երիտասարդներ, որովհետև Աստծո խոսքը ձեր մեջ բնակված է ու դուք չարին հաղթեցիք։ Ալելույա, փառք Հիսուսին։ Երբ որ Հիսուսը պատերազմի մեջ էր սատանայի հետ, հիշում եք այդ պահը իր կյանքի։ 40 օր հաց չէր կերել ու 40 օր ծոմի մեջ լինելով, աղոթքի մեջ անցկացնելով, գրված է որ սովածացավ։ Ու հենց որ սովածացավ, սատանան հայտնվեց։ Մեր կյանքն էլ է այդպես։ Հենց որ մենք մի բանի կարիք ենք ունենում, մեր սրտում սատանան հայտնվում է։ Ու առաջարկն է անում իր։ Հիսուսին առաջարկեց, ասաց, եթե Աստծո որդի ես, ասա այս քարերին թող հաց դառնան։ Չասեց կուտես, բայց ասաց, ասա թող հաց դառնան։ Նայեք ինչքան նման է Եդեմի պարտեզում կատարվածին։ Հայտնվեց Եվային ու ինչ ասեց. Չէ, չես մեռնի։ Երբ որ ուտես Աստծո նման կլինես, չասեց վերցրու կեր։ Ուղղակի շեղեց Աստծո խոսքը։ Բայց Հիսուսը Եվան չէր։ Հիսուսը անմիջապես Աստծո խոսքը արտահայտեց։ Ասաց գրված է։ Երբ որ ասաց գրված է, դա մի հարված եղավ սատանայի գլխին։ Նույնիսկ մարդիկ շատ հաճախ վատ են զգում նրանից, որ մեկ-մեկ ասում ես այսպես գրված է։ Եթե դու քրիստոնյա ես, նրանից վատ մի զգա։ Որովհետև դա Աստծո խոսքն է, ու պիտի հարվածի այդ խոսքը։ Քո մեջ եղած չարությանը, ուրիշ տեղում եղած չարությանը, արտաքինից քո վրա հարձակվող չարությանը, երբ որ դու կյանքում կասես գրված է այսպես, ես այսպես պիտի անեմ։ Սա քո վստահությունն է ցույց տալիս Աստծո խոսքի վրա։ Սա մի բան էր, որ դու թուրդ հանեցիր ու հարվածեցիր քո առաջ եղած դժվարությանը, բայց այդ թուրը կարող ես հանել այն դեպքում, երբ որ այդ թուրը ունես դու քո մեջ։ Այդ սուրը, այդ մեծ զորավոր զենքը ունես քո սրտի մեջ։ Հիսուսը 3 անգամ ասեց գրված է։ Երբ որ սատանան իրեն 3 անգամ տարբեր առաջարկներ արեց, 3 անգամ ասեց գրված է, ու դրանից հետո գրվածը թողեց Հիսուսին ու հեռացավ։ Գիտեք ինչու։ Քանի անգամ մարդ կարա իր գլխին հարված ուտի։ Սատանան էլ ինչ որ անձահու ցավ էր զգում։ Ու ամեն անգամ գրված է ու հեռացավ վերջապես, չդիմացավ այդ հարվածներին։ Չորրորդը չգիտեմ իր համար ինչպեսին կլիներ։ Ուզում եմ որ ձեր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ փոխվի։ Երբ որ ասում են երեխան գիշերը անհանգիստ է քնում, Աստվածաշունչը դնում են գլխի տակ։ Ես ձեզ ասում, սա կախարդություն է, երբեք այսպիսի բան չանեք։ Հակառակը, հանեք Աստծո խոսքը որպես թուր, ու այդ երեխային, որ թույլ չի տալիս հանգիստ քնելու, մի հատ օգտագործեք այդ երեխայի վրա։ Աստծո խոսքի համեմատ մի հատ աղոթք արեք երեխայի վրա ու տեսեք ինչքան հանգիստ կքնի։ Ոչ թե թուրը դրեք բարձի տակ, դա ոչ մի ձև չի օգնում թշնամուն։ Նա չի վախենում գրքից, թղթից, նա վախենում է սրա մեջ գրվածի բովանդակությունից հիշեք։ Երբ որ սրա մեջ գրված բովանդակությունը կիրառվում է կյանքում, այս սրանից է վախենում ու սարսափում է սրանից սատանան։ Հիսուսը երբ որ խոսում էր իր աշակերտների հետ, աշակերտներին հարցրեց, դա գրված է Մատթեոս 16-րդ գլխում։ Իր աշակերտներին հարցրեց, ասեց. Ինչ են ասում իմ համար, ով եմ ես։
Աշակերտները ասացին, դե մարդիկ ասում են, որ այս մարգարեն ես, այն մյուս մարգարեն ես։ Ասացից դուք ինչ եք մտածում, ով եմ ձեր համար։ Սա մի կարևոր հարց է, որ կարծում եմ ժամանակ առ ժամանակ պիտի կանգնի քո առաջ, ով է Հիսուսը քո համար։ Պետրոսը անմիջապես ինքը սիրում էր առաջ ընկնել մյուսներից, այս անգամ էլ առաջ ընկավ, անմիջապես ասեց. «Դու ես Քրիստոս Աստծո որդին»։ Հիսուսը ասեց. «Երանի քեզ»։ Գիտեք ինչի մեջ էր այս երանին։ Ու Հիսուսը բացատրեց, ասեց. «Երանի քեզ, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ դա, ապա Հորս հոգին»։ Օ, հալելույա։ Հիսուսը շարունակեց, ասեց. «Այս հիմքի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցիս»։ Մեկ-մեկ այս տեքստի սխալ հասկացողությունը կա։ Ու այդ սխալ հասկացողությունը մինչև այսօր կիրառվում է, արդեն բավականին դարեր շարունակ։ Հաճախ մտածում են, որ Հիսուսը ասել է, թե Պետրոսի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, որովհետև Պետրոս բառը նշանակում էր քար, ժայռ։ Բայց Հիսուսը խոսում էր հայտնության մասին, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, ապա Հորս հոգին հայտնեց, այս հայտնության մասին էր խոսում։ Ասեց սրա վրա կկառուցեմ իմ եկեղեցին ու դժոխքի դռները նրան չեն կարող հաղթել։ Գիտեք, խոսքի ուղղակի իմացությունը ոչ մի ձևով չի օգնում մարդուն ու հաղթանակ չի տալիս։ Խոսքի հայտնությունն է հաղթանակ տալիս մարդու կյանքում։ Խոսքի հայտնությունն է, որ ուժեղացնում է ու մարդուն դարձնում է երիտասարդ։ Եթե դու մանուկ ժամանակ նոր եկել ես Հիսուսին, նոր ճանաչել ես Աստծուն, ու քո համար ընդհանրապես հայտնություն էր, որ դու հայր ունես երկնքում, ու Հիսուսի արյունով ձեռք ես բերել հորդ գտել ես ու դարձել ես որդի։ Սա շատ լավ հայտնություն էր, դու դրանով ուրախացար, դու դրանով ապրեցիր, բայց սրա վրա կանգ առնելը կնշանակի մանուկ մնալ։ Քեզ պետք է նոր հայտնություններ ունենալ ու շատ հայտնություններ ունենալ։ Բայց դեպքում դու հոգու զորություն կունենաս, որին դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Գիտեք ինչ է նշանակում դժոխքի դռները չեն կարող հաղթել, դա Հիսուսի խոսքերն էր։ Նշանակում է, որ եկեղեցին կլինի այնպիսի տեղ, որ դժոխքի դռները անընդհատ կհարձակվեն նրա վրա։ Հիսուսի խոսքը հաստատում է Հավիտյան, եկեղեցին միշտ պիտի հաղթի, ու վերջնականում հաղթող պիտի լինի եկեղեցին։ Բայց անհատների կյանքում ամեն մեկն ինքն է որոշում, պիտի հաղթի ինքը թե ոչ։ Երբ որ Աստված նայում է երկրին, ինքը տեսնում է իր եկեղեցին։ Սկսած 2000 տարի առաջ Հիսուսի խաչից ու հարությունից, մինչև հափշտակությունը այս ամբողջ ժամանակաշրջանում հավաքված բոլոր քրիստոնյաները կոչվում են եկեղեցի։ Բոլոր նրանք, ովքեր ծնունդ են ապրում ու դառնում են Աստծո որդիներ, կոչվում են եկեղեցի։ Ու ամեն մի անհատ ինքն է որոշում, ինքը վերջնականում կլինի եկեղեցու մեջ թե չէ։ Այն եկեղեցու, որը կապրի Հավիտյան երկնքում։ Գիտեք ինչու՞, որովհետև դժոխքի դռները անընդհատ պիտի հարձակվեն։ Իրենք պիտի տարբեր տեսակ հարձակումներ գործեն, ու քո մեջ եղած խոսքի հայտնությունը որքան կլինի, որ դու դեմ դնես դրան։ Այսա կորոշի դու կլինես Հավիտյան թե չէ։ Խոսքը ամենամեծ զենքն է ու ամենակարևոր զենքն է։ Ոչ աղոթքը, ոչ մի բան այն ուժը չեն ունենա, ոչ քո ապրած կյանքը, ոչ քո համառությունը ուժ չեն ունենա, եթե դրանց հիմքում ընկած չլինի Աստծո խոսքը։ Նույնիսկ աղոթքը պատկերացնում եք, այդ ուժը չի ունենա, եթե Աստծո խոսքը ընկած չլինի նրա հիմքում։ Գիտեք ինչու՞, որովհետև կարող շատ սխալ աղոթես։ Եթե չճանաչես, թե Աստված ինչ է ուզում, ինչպես աղոթել։ Օրինակ Հիսուսը հանդիմանեց հեթանոսների աղոթքը։ Ասաց այդպես հեթանոսներն են աղոթում։ Հիշում եք Մատթեոս 6-րդ գլխում։ Ինչու՞, որովհետև նրանք սխալ էին աղոթում։ Հիսուսը ասաց կարծում են թե շատ են ասում, դրա համար պիտի լսվի։ Այսօր արևելյան ուսմունքներում այդպիսի մի գաղափար կա։ Իրենք ունեն քարյակներ, ասում են, երբ որ շատ ես կրկնում, հոգիդ մաքրվում է։ Սատանայի սոտերից մեկն է։ Ճշմարտությունը ասում է, ճանաչիր հորդ, ապրիր այդ կամքի անմատ ու դու մաքուր կլինես։ Ձգտիր ապրել, ամեն ինչ արա որ նրա կամքի անմատ ապրես ու դու մաքուր կլինես։ Հալելույա, փառք Հիսուսին։ Սա առաջին հատվածներ ու հաղթության առաջին միջոցը, որ գրում է Հովհաննեսը, այդ դժվարությունների, նեղությունների մեջ, պետության հալածանքի, սխալ ուսմունքների մեջ, ասում է, որ այդ հաղթության միջոցը Աստծո խոսքն է։ Որ եթե մարդը առատորեն լցնի Աստծո խոսքը իր սրտի մեջ, ինքը կդառնա հոգևոր երիտասարդ, անպայման կհաղթի։ Երկրորդը հանդիպում ենք, գիտեք որտեղ, 4 գլխի 4 խոսքում։ Մի արտակարգ խոսք է ուղղակի, նախնկարագրեմ ինչ տեքստում է ինքը տեղավորված։ 4 գլխի հենց սկզբից գրում է նրա մասին, որ ամեն հոգու պետք չի հավատալ, որ բոլոր հոգիներին պետք է փորձել, ստուգել, իսկ փորձելու եւ ստուգման միջոցը թեև այդտեղ այդ հատվածում գրված չի, բայց ես դες ասեմ, որ մեր միակ չափանիշը կյանքում դա Աստվածաշունչն է։ Մեկ-մեկ մեզ ասում են, «Էս ինչ Հռոմի պապի գրածը, չգիտեմ, էս ինչ կաթողիկոսի գրածը կամ էս ինչ հեղինակավոր մարդու արտասանած խոսքերը, ասում եմ, լավ են արել»։ Բայց իրենք մնում են մարդ, իրենք մնում են մահկանացու։ Միակը, որ գիտեմ, գրված Աստծո կողմից, դա Աստվածաշունչն է։ Ու միակ չափանիշը, էտալոն, գիտեք ինչ է նշանակում։ Մի բան, որի հետ չափում են մնացած ամեն ինչը։ Օրինակ, եթե դուք ուզենաք այս սենյակի երկարությունը չափել, ձեզ պետք է լինի մի չափ։ Դա կոչվում է մետր, չէ՞ մեր մշակույթի մեջ։ Ու չափում ենք մետրերով։ Մի ուրիշ մշակույթում դա կարող է կոչվի ֆուտ։ Ու չափում են ոտնաչափերով։ Ֆուտը դա ոտնաչափն է։
Մի ուրիշ մշակույթում կարող մի ուրիշ բան լինի, բայց տեսնում եք, ամեն ինչ չափելու համար ունի իր միավորը։ Կյանքում դեպքերը չափելու համար կա Աստվածաշունչը։ Մարդու բարոյական կերպարը չափելու համար կա Աստվածաշունչը։ Հովհաննեսը ասում է ամեն հոգու մի հավատացեք, հոգիներին չափեք, փորձեք։ Աստվածաշունչով չափեք, հոգին ինչով կարելի է չափել։ Մարդու խոսացածը ինչով կարելի է չափել։ Դուք հիմա իմ խոսքերը լսում եք, ու իմ խոսքերի վրա տրամաբանում եք։ Ու մարդիկ շատ հաճախ ընդունում են իրենց տրամաբանությունը որպես չափանիշ։ Գիտեք, ձեր տրամաբանությունը ձեզ կյանքում այնքան շատ կխաբի։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, ստուգեք իմ խոսքերը, որքանով եմ ես ճիշտ ասում, բացեք Աստվածաշունչը, կարդացեք ու Աստվածաշունչը որպես չափանիշ դրեք ու չափեք իմ խոսքերը։ Այդպիսի իրադրության մեջ, որ ասում ամեն հոգու մի հավատացեք, որովհետև շատ նեռեր են եկել, նեռերով լցված է ուղղակի։ Ոմանք կասեն, որ Հիսուսը մարմնով չի եկել, այն ժամանակ այդպիսի մեծ ուսմունք էր տարածված, շատ մեծ մոլորություն էր։ Հիմա այդքան չի տարածված այդ ուսմունքը, թեև կա հիմա, որ Հիսուսը մարմնով չի եկել։ Ասում ով որ այսպիսի բան ասում նա նեռ է։ Ու շարունակությունը արդեն 4-րդ խոսքում գիտեք ինչ ասում։ Դուք Աստծուց եք որդյակներ, ու նրանց հաղթեցիք, որովհետև մեծ է նա որ ձեր մեջ է, քան թե նա որ աշխարհի մեջ է։ Գիտեք ինչու հաղթեցիք, որովհետև ձեր մեջին ավելի մեծ է, քան թե նա որ աշխարհի մեջ է։ Գիտեք նա որ աշխարհի մեջ է մի անձ չի, նա որ աշխարհի մեջ է մի բանակ է, դա սատանայի բանակն է։ Նա որ ձեր մեջ է մի անձ է ընդամենը, կոչվում է Սուրբ Հոգի։ Ու նա որ ձեր մեջ է այդ մի անձը շատ ավելի մեծ է, քան թե նա որ աշխարհի մեջ է այդ ամբողջ սատանայի բանակը։ Ու սրա համար դուք հաղթել եք։ Դուք հաղթել եք, որովհետև ձեր մեջ ունեք Սուրբ Հոգին։ Գիտեք, հաղթությունը քրիստոնյային տրված է որպես պոտենցիալ մի բան։ Դա պետք է կիրառել կյանքում, որ դառնա իրական։ Հալելույա։ Սուրբ Հոգին դա մեր կյանքի ամենախորը հիմքերից մեկն է։ Եթե դու քրիստոնյա ես ու մկրտված ես Սուրբ Հոգով ու խոսում ես լեզուներով, քո հավատքը կարա պակասի, քո հավատքը կարա ընկնի։ Բայց մեկ էլ գալիս է մի տեղ, որ չի ընկնում։ Էլ դրանից այն կողմ ընկնելու տեղ չկա, դրանք լեզուներն են։ Քան ես առնում ասում ես, բայց ով է խոսում իմ բերանով։ Ուրեմն կա մեկը իմ մեջ, որ դրանից այն կողմ էլ տեղ չկա։ Ու սկսում ես հնազանդվել նրան։ Ասեմ ինչպես է այս հաղթությունը տեղի ունենում։ Նախ պետք է ճանաչել նրան, որ ապրում է մեր մեջ։ Օրինակ սա մի ճանաչողություն է, գիտեք, սա մի գիտություն է, որ փոխանցում է մեզ Հովհաննեսը։ Ասում է ձեր մեջին ավելի մեծ է, քան թե աշխարհի մեջինը։ Դու սրանով ուրախ ես։ Մեկ-մեկ նա ես աշխարհին ասա իմ մեջին ավելի մեծ է, քան թե քո մեջինը։ Քան թե նա, որ այս աշխարհի վրա տիրում է, այդքան մեղքերը առաջացնում, այդքան դժբախտություններ է բերում մարդկանց կյանքում, իմ մեջինը դրանից մեծ է։ Հալելույա։ Աստված ինչ շնորհք է արել, ինչ օրհնություն է տվել։ Բայց սա միայն մի բաժինն է, որ նա աշխարհի մեջինից մեծ է։ Դու կարող ես շատ լավ ճանաչել Սուրբ Հոգուն, ու ճանաչելը այնքան կարևոր է։ Մարդիկ վախենում են սատանայական գործերից, գիտեք ինչու։ Որովհետև չեն ճանաչում իրենց մեջ ով կա։ Որ մարդիկ տեսնում են թուղթուգիր, վախենում են ձեռքով կպնել, գիտեք ինչու։ Որովհետև չեն ճանաչում թե ով է իրենց մեջ, թե ում մեջ են իրենք մկրտված։ Դու մկրտված ես Սուրբ Հոգով։ Երբ որ դու գիտես, որ մտել ես մկրտություն բառը, գիտեք ինչ է նշանակում։ Թաղվել, ընկղմվել։ Մենք մկրտվել ենք Սուրբ Հոգու մեջ, մենք մկրտված ենք Սուրբ Հոգով, այսինքն թաղված ենք Սուրբ Հոգու մեջ։ Ով կարա մոտենա քեզ, ով որ քեզ մոտենա նախ պիտի Սուրբ Հոգուն կպնի։ Եթե սատանան փորձի հարձակվել քո վրա, ինքը պիտի Սուրբ Հոգուն կարողանա հաղթահարել։ Իսկ Սուրբ Հոգին գրված ավելի մեծ է, քան թե նրա ամբողջ բանակը։ Ուրախ չես սրա համար։ Երբ որ դու սկսում ես ճանաչել քո մեջ առաջանում ապահովության զգացում, բայց մի կարևոր բան կա, ապահովությունը այն դեպքում է, երբ որ դու մնում ես նրա մեջ, երբ որ դու հնազանդվում ես նրա կամքին, երբ որ դու սկսես մեղ գործել կյանքում, քո վստահությունը Սուրբ Հոգու նկատմամբ սկսի պակասել։ Գիտես ինչու, որովհետև դու իրեն հակառակ բան ես անում։ Ու Հովհաննեսն էլ դա գրում, ասում է, եթե իր կամքի անմատ խնդրենք, համարձակություն կունենանք։ Եթե մեր սրտերը մեզ չհանդիմանեն, համարձակություն կունենանք։ Միշտ էլ այդպես է, երբ որ դու որևէ մեկի նկատմամբ ինչ որ սխալ ես գործել, համարձակությունը չի հերիքում, որ մոտենաս այդ մարդուն։ Թեև ինքը կարա քեզ օգնի ինչ որ դեպքի մեջ, բայց համարձակությունը չի հերիքում, որ մոտենաս ասես ինչ կլինի ինձ օգնի այս հարցում։ Մի ուրիշ հարցում թեկուզ։ Նույն ձևով Աստծո մոտ, երբ որ ես իմ մեջ եղած Սուրբ Հոգուն անարգում եմ ու նրա կամքին հակառակ եմ գնում, իր անունը Սուրբ Հոգի է։ Ինքը կատարյալ սրբություն է Սուրբ Հոգին։ Ու հանկարծ այս պղծություն եմ գործում, այլ համարձակությունս չի հերիքում, որ ես դիմեմ իր զորությանը, խնդրեմ, որ օգնի ինձ։ Եվ ինքը միշտ պատրաստ է օգնելու, բայց ինձ ընդունելու համար մի հատ ասում է նախապաշխարիր, զղջա, դարձիր ինձ, ու որ նորից ես քեզ պաշտպանեմ, օգնեմ, օրհնեմ, լցնեմ ամեն բաներով։ Հնազանդվելը Աստվածաշնչում ամենակարևոր բաներից մեկն է։ Ուզում եք ձեր հորը, ձեր երկնային հորը հաճելի լինել, միայն դրանով կարող եք հնազանդվելով։ Ինչ ուզում եք տվեք Աստծուն, ուզում եք փող տվեք, ինչ ուզում եք տվեք, չեք կարող Աստծո սիրտը շահել։ Միակ բանը, որով կարող եք շահել, դա հնազանդվելն է Աստծուն։ Իր անունը փառավորվի։ Ես շատ ուրախ եմ, որ Աստված այդպիսի կանոն ա դրել։
Գիտեք ինչու՞։ Որովհետև կարող է այնպիսի կանոն դնել, որ չկարողանայի կատարել։ Բայց հնազանդվել կարող ենք, չէ՞։ Հալելույա, թող իր անունը փառավորվի։ Երբ որ դու ճանաչում ես ու հնազանդվում ես, կարողանում ես քո վստահությունը կատարյալ դարձնել։ Մի շատ կարևոր, շատ տորտնյալ խոսք կա, որ Պողոս առաքյալը գրում է իր աշակերտներից մեկին, Տիմոթեոսին, բաց արեք 2-րդ թղթի 1-րդ գլուխը։ Մի խոսք պիտի կարդանք այնտեղից։ Գիտեք, Տիմոթեոսը մի երիտասարդ էր, որը եղել էր Պողոսի աշակերտը, ինքը աճել ու մեծացել էր Պողոս առաքյալի հովանավորության տակ։ Երբ որ Պողոսը իր ճանապարհորդության ժամանակ անցնում էր Եփեսոսով, գրված է, որ Տիմոթեոսին թողնում է Եփեսոսում ու որոշ առաջադրանքներ է տալիս, թե ինչ պիտի անի այնտեղ։ Ու ինքը հեռանում է Եփեսոսից։ Տիմոթեոսը շարունակում է ծառայել Եփեսոսի եկեղեցում որպես առաջնորդ։ Ասում է որոշ ժամանակ ինքը մտածում է Պողոս առաքյալը, ասում է երիտասարդին թողեցի այնտեղ Եփեսոսում։ Ինքը երիտասարդը այնտեղ շատ մեծեր կան, կարող է ինքը իրեն այդքան էլ համարձակ չզգա մեծերի մոտ։ Կարող է իրեն մեծերը անարգեն կամ չգիտեմ, իր երիտասարդին նայեն, ասեն դու ես, որ ինձ պիտի բան սովորեցնես, հոգևոր կյանքում էսպես չի։ Հիսուսը ընդամենը 30-33 տարեկան էր, որ գործում էր։ Այս ընթացքում ինքը գործեց։ Բայց նայեք ինչպիսի մարդկանց էր, թե պաշտոնյա, թե տարիքով մեծ ծերերի, ում որ պետք էր ինքը հանդիմանում էր, ում որ պետք էր սովորեցնում էր, չէր նայում իր երիտասարդական տարիքին։ Աստված ավելի շատ նայում է ոչ թե մարդու ֆիզիկական տարիքին, այլ նայում է հոգևոր հասակին։ Հենց տարիք չեմ ուզում ասեմ, որովհետև հոգևոր հասակը տարիներով չի չափվում։ Կարող է մարդը 20 տարի, 30 տարի, 50 տարի լինի հավատացյալ, բայց լինի հոգևոր մանուկ։ Եթե նա գիտի նախանձել, եթե նա դեռ գիտի վիրավորվել, եթե նա դեռ գիտի նեղվել մարդկանց բացասական խոսքերից, սա հոգևոր մանկություն է ցույց տալիս։ Գիտեք, տարիներով չի չափվում։ Եվ Պողոսը, որ մտածում էր իր աշակերտի մասին, ինքը նաև դրանից անհանգստություն էր ապրում։ Ու իր աշակերտին գրած նամակում այսպես է գրում. Կարդանք 1-րդ խոսքը։ Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, հապա զորության, սիրո եւ զգաստության։ Սուրբ Հոգում մի յուրահատուկ նկարագիր, ասում է զորության, վախի հոգի չի տվել Աստված մեզ, տվել է զորության հոգի, ու առաջին բառը ասում է զորություն։ Գիտեք ինչու համարձակությունը սրա մեջ էր։ Մեր համարձակությունը դրա մեջ պիտի լինի։ Սուրբ Հոգու զորությունը դուք ճանաչում եք։ Գիտեք, որ արարչագործությունը կատարվեց Սուրբ Հոգու զորությունով։ Ծննդոց առաջի գլուխը որ կարդում ենք, այդպես չեն կարդում։ Կարծես թե ասում ենք Աստված արարեց, չէ՞, այս արտահայտությունը շատ տարածված է, շատ ճիշտ արտահայտություն է, բայց Աստված արարեց իր Սուրբ Հոգու զորությունով։ Աստված խոսեց, ասեց թող լինի, բայց ինչպես եղավ, գիտեք։ Այդ խոսքը, որ դուրս եկավ Աստծո բերանից, դա Հիսուսն էր։ Երբ որ այդ խոսքը իրականացավ, դա Սուրբ Հոգին իրականացրեց։ Երբ որ Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, ինքը իր հետ բերեց Հիսուսի եւ Հոր ներկայությունը մեր սրտերի մեջ։ Ինքը բերեց ամբողջ Աստծո թագավորությունը մեր սրտերի մեջ, ամբողջ Հիսուսի արդարությունը, ամբողջ Հիսուսի սրբությունը, կատարելություն բերեց մեր մեջ։ Եվ հետո, երբ որ իրար հետ խոսեք քրիստոնյաներ, հանկարծ իրար չասեք, իմ Սուրբ Հոգին, քո Սուրբ Հոգին։ Մեր մեջ մի Սուրբ Հոգի կա, այսպիսի արտահայտություններ լսել եմ, դրա համար եմ ասում։ Մեր Սուրբ Հոգին, մեր երկնային Հոր Հոգին, ալելույա, նա բնակված է մեր մեջ։ Նա զորավոր է, նա զորության հոգի է, նա վախի հոգի չի։ Սուրբ Հոգին ոչինչից չի վախենում, որովհետև իրենից մեծ մեկը չկա, իրենից զորավոր մեկը չկա, ալելույա, ու նա գտնվում է մեր մեջ։ Գրված է զորության, սիրո եւ զգաստության։ Սիրո հոգի, գիտեք ինչու։ Նա սիրով բնակվում է մեր մեջ։ Երբևէ մտածել եք դրա մասին։ Դուք կուզենայիք քո մեջ ապրել։ Դուք կուզենայիք քո նման մարդու հետ ապրել։ Մեկ-մեկ նայի քո բնավորության գծերին կողքից։ Ասա, ես կուզենայի այսպիսի մարդու հետ ապրել։ Ինչքան մեծ սեր է պետք, որ դու քո հետ ապրեիր։ Չգիտեմ, ինձ լուրջ մեծ սեր է պետք ու մեծ համբերություն, որ ես ինձ հետ կարողանայի ապրել։ Ես իմ մասին ես կարծիք ունեմ։ Դուք չգիտեմ ձեր մասին ինչ կարծիքի եք։ Նայեք Սուրբ Հոգուն ինչքան մեծ սեր է պետք, որ ինքը կարողանա մեզ համբերել, որ ինքը կարողանա մեր սրտի մեղքերը, չարությունները, ամեն ինչ, այդ անհավատությունը, որ հաճախ դրսևորվում է մեր սրտերում, սա կարողանա համբերել, ինչքան մեծ սեր էր իրեն պետք։ Եվ շատ հաճախ ինքը հանդիմանում է մեզ, ասում է, ինչի կողքինիդ հետ չես կարողանում ապրել, չէ՞ որ ես քո հետ ապրում եմ։ Ոչ միայն քո հետ, չէ՞ որ ես քո կողքինի հետ եմ ապրում, ինչի դու չես կարողանում իր հետ ապրել։ Մի պահ մտածեք սրա մասին, կարծես թե մարդը, որ որոշում է, որ ես ես ինչի հետ էլ չեմ ուզում ապրեմ, էլ չեմ ուզում իրան տեսնեմ, թող իմ կողքին չգա, կարծես թե ինքը իրեն Աստծուց ավելի բարձր դնի։ Ուրեմն Աստված այդ մարդու հետ կարողանում է ապրել իր թերությունները տանելով, որ ավելի շատ է տեսնում, քան թե դու։ Բայց դու չես կարողանում այդ մարդու հետ ապրել։ Միթե դու Աստծուց ավելի բարձր ես, ավելի սուրբ ես, ավելի արդար, ավելի մաքուր։ Չէ, այստեղ միայն մի բան կա, սերն է գործում դա։ Սերն է, որ ապրել է տալիս ցանկացած մարդու հետ, ցանկացած իրադրության մեջ։
Եվ եթե Սուրբ Հոգին ինքը սիրո հոգի լինելով բնակված է մեր մեջ, մեզ էլ մղում է նույն ձևով ապրելու կյանքում։ Եվ երրորդ արտահայտությունը, որ գրված է Սուրբ Հոգու համար, զգաստության հոգի։ Այնքան կարևոր է, չգիտեմ դուք երբևէ զբաղվել եք արևելյան փիլիսոփայությունով։ Այնտեղ բոլորովին հակառակն է։ Ասում եմ, եթե ինչ-որ արարողության ժամանակ, այդ արևելյան կրոնների արարողության ժամանակ դու թմրություն ես զգում, քեզ տուր է թմրությանը, մտիր դրա մեջ, երանություն կապրես, մարդիկ այդպես մտնում են, քնում են ու դա համարում են դրական մի բան իրենց համար։ Սուրբ Հոգու համար գրված է զգաստության հոգի։ Երբեք թմրությունը չհամարեք աստվածային։ Ինքը սթափ մտածելակերպի հոգի է Սուրբ Հոգին։ Ինքը շատ զգացմունքներին չի նայում։ Ինքը իրադրությունը գնահատում է իրատեսորեն։ Գիտեք, մարդիկ կան, որ լավատես են, մարդիկ կան, որ վատատես են։ Աստված իրատես է, ինքը ոչ լավատես է, ոչ էլ վատատես է։ Երբ որ մարդը լավատես է, ինքը այն վատերին էլ լավ գույնով ներկում ու վերջացնում է իր կյանքում։ Երբ որ մարդը վատատես է, ամեն լավ բանի վատ գույնով է ներկում իր կյանքում։ Այս գույնով ներկելը երևի հասկանում եք ինչ եմ ասում։ Ամեն լավ բանի ինքը բացասական անուն է կպցնում, այսպես ասեմ։ Երբ որ մարդը լավատես է, ինչ վատ բան ուզում ես արա, ինքը դրան լավ բան է ասում։ Միշտ ասում է դրա մեջ լավ բան կա։ Աստված ոչ լավատես է, ոչ էլ վատատես է։ Ինքը լավին ասում է լավ, վատին ասում է վատ։ Ինքը շատ իրատես է։ Տեսնում այն ինչ որ պետք է։ Ու կյանքում մի խոսք կա, որ մենք օգտագործում ենք օբյեկտիվորեն տեսնել, չէ՞։ Այսպիսի արտահայտություն կա։ Գիտեք ինչու՞։ Որովհետև մեր աչքը ձևավորվում է մեր մտքի միջոցով։ Մենք նայում ենք մարդու դեմքին, ու եթե մեզ հաճելի մարդ է, ինչքան էլ տհաճ զզվանքով նայի մեզ, մենք իրան ասում ենք, մենք իրան տեսնում ենք որպես լավ մարդ։ Որովհետև մեր մտքում ձևավորված է ինքը որպես լավ։ Գիտեք չէ՞ մարդկային հոգեբանությունը այսպեսին է։ Այս Սուրբ Հոգին ինքը զգաստության հոգի է, ինքը մաքրում է այդ բոլորը, ասում է նայի իրատեսորեն։ Լավին ասա լավ, վատին ասա վատ։ Մի հին դեպք կար, դեպք եմ ասում հեռուստացույցով մի հաղորդում էին նայում հոգեբանության մասին։ Մի հոգեբանական ինստիտուտի աշակերտների այդպիսի առաջադրանք տվեցին, կարծեմ էլի եմ պատմել ձեզ։ Ուրեմն մի մարդու նկարեր, երկու հատ էր այդ նկարից։ Ու երկու տարբեր դահլիճներում նստած են այդ ինստիտուտի ուսանողները։ Նույն ժամանակ նկարը դրված է թե մի դահլիճում, թե մյուս դահլիճում։ Նույն ժամանակ է տեղի ունենում ամեն ինչ։ Նույն պահին մի դահլիճում հայտարարում են, ասում են այս մարդը, չգիտեմ, ֆիզիկա, մաթեմատիկական ինչ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, այսպիսի մի մարդ է։ Մենք ձեզ ասում ենք մասնագիտությունը, դուք գրեք իր բնավորությունը ինչ եք տեսնում նկարի մեջ։ Մյուս դահլիճում ասում են այս մարդը մի 20 տարի նստել է բանտում, հանցագործ, ռեցիդիվիստ, նայեք նկարին գրեք ինչ բնավորության գծեր ունի ինքը։ Պատկերացնում եք արդեն մի բան են փոխանցում դահլիճին ու մարդու միտքը ձևավորում են, բայց ճիշտ նույն նկարն էր, հեռուստացույցով ցույց տվեցին։ Ուրեմն մի դահլիճում, որտեղ ասել էին, որ նա գիտնական էր, գրել էին այնքան բարի աչքեր ունի, այսպիսի բաներ, որ ամբողջ կյանքը դրել է մարդկության օգուտի համար, չգիտեմ, այսպիսի բաներ էին շատ գրել, այսպես է երևում իր դեմքից, բարի, սիրում է երեխաների։ Այն միսում, որ գրել էին ինքը հանցագործ բանտում նստած մի մարդ է, ինչքան չարություն կար գրել էին այդ մարդու համար։ Մարդու մտքի ձևավորումը խանգարում է, որ ինքը աչքով տեսնի օբյեկտիվորեն։ Պատկերացնում եք, այդ օբյեկտիվ բառը շատ լավ բառ է, ու որ նկարում են, նկարը էլ չես ձևավորում քո մտքով։ Նկարին նայում ես, ինքը չի փոխվում։ Ուզում եք 100 անգամ նայեք, ինքը չի փոխվում։ Ինքը տեսել է, այն մի անգամ տեսել ու ֆիքսել է դա ու վերջ։ Սուրբ Հոգին զգաստության հոգի է։ Ինքը չի սիրում, որ մեր միտքը ձևավորված լինում ինչ-որ մտքերով, որ նախապաշարումներ է ունենում ոմանց նկատմամբ։ Ճիշտ նախապաշարումը սա է, որ բոլոր մարդիկ մարդ են։ Սաղմոսներում գրված Աստված գիտի, որ մենք մարմին ենք։ Կարդացել եք։ Ճիշտ նախապաշարումը մարդկանց նկատմամբ սա է, որ բոլոր մարդիկ մարդ են, բայց բոլորը Հիսուսի արյանգինն են։ Աստված սիրում է բոլորին։ Ու ես Աստծուց մեծ չեմ, որ որևէ մեկին չսիրեմ։ Դա Սուրբ Հոգին եկել է մեր մեջ որպես զորության, սիրո ու զգաստության հոգի։ Հալելույա, թող իր անունը փառավորվի։ Ու շնորհակալ եմ Սուրբ Հոգուց, որ չի նայել մեր թերություններին, մեղքերին, մեր աշխարհային ձգտումներին, մեր էգոիստական սրտին, այլ նայել է իր սիրուն, իր շնորհքին։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Երրորդ խոսքը, որ հանդիպում ենք Հովանու առաջի թղթում հաղթության մասին, բայց հետարքիր դասավորություն է, չէ՞։ Աստծո խոսքը Սուրբ Հոգին, եւ երրորդը գիտեք ինչը, հավատքը։ Կարդացեք առաջի թղթի 5-րդ գլխում 4 եւ 5 խոսքերը, որովհետեւ այն բոլորը, որ Աստծուց ծնված է, աշխարհին հաղթում է, եւ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթում է, այսինքն մեր հավատքը։ Հալելույա։ Ով է որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսը որդի Աստծո է։ Այս երկու խոսքի մեջ երկու անգամ գրված է հավատալ բառը։ Մի անգամ գրված է, որ հավատքն է հաղթում, մյուս անգամ գրված է նա է հաղթողը, ով որ հավատում է, թե Հիսուսը Աստծո որդի է։ Այս հատուկ ձևով է գրված Հիսուսը Աստծո որդի է։ Յուրահատուկ մի հարված էր այն ժամանակվա ուսմունքներին, որովհետև այն ժամանակ ուսմունքները շատ էին, որոնք հակառակ էին խոսում։ Բայց եկեք մենք կանգ առնենք հավատքի վրա։
Ուրեմն հավատքն է հաղթողը։ Եթե մենք չհավատանք, որ մեր մեջ եղող անձը Սուրբ Հոգին ավելի մեծ է, քան այս աշխարհի մեջ եղողից, մենք հաղթություն չենք ունենա։ Եթե չհավատանք, որ Աստծո խոսքը դա Աստծո խոսքը, Աստվածաշունչը դա Աստծո շունչը, մենք էլի հաղթություն չենք ունենա։ Այն բոլոր խոսքերը, որ մենք ստանում ենք, որ մենք կարդում ենք Աստվածաշնչից, դրանց հավատքով չվերաբերվենք, մենք հաղթություն չենք ունենա։ Եթե դեպքերին մենք Աստծո կամքի անմատ հավատքով չվերաբերվենք, մենք հաղթություն չենք ունենա։ Եթե քո մեջ չարություն ես տեսնում, ու այդ չարությանը չվերաբերվես հավատքին համապատասխան, դու հաղթություն չես ունենա։ Ու այդ չարությունը միշտ կմնա քո մեջ։ Մի գաղտնիք ասեմ, եթե քո մեջ կտեսնես որևէ չարություն ու մեղք, ու դու ուզում ես դրանից ազատվել, երբեք մի ասա կազատվեմ, որովհետև ինքը միշտ կմնա կազատվեմ։ Ու այսօր հենց տեսար այդ պահին պիտի ազատվես։ Հենց դա է պահը։ Ու Աստծո խոսքը բաց մի թող։ Քո մեջ գտնվող զորավորին բաց մի թող, մինչև քո մեջ գտնվող չարությանը կհաղթես։ Հենց այդ պահին։ Որովհետև մարդիկ կարող է տարիներով ասեն Աստված ինձ կազատի, իսկ գիտեմ որ կազատի, բայց երբ կազատի։ Երբ որ դու դրան նայում ես ապագայում, դա միշտ մնում է ապագայում։ Այդ հաղթությունը արդեն քո մեջ է, որովհետև խոսքը քո մեջ է, որովհետև զորավորը քո մեջ է։ Քեզ մնում է քո հավատքով այդ պահին ազատվել դրանից ու վերջ։ Ու դու դրանով կապված չես, հակառակը դու ես միշտ բռնել չարությունը։ Ուղղակի բաց թող, դեն գցիր, դու կվերջանա ամեն ինչ։ Կազատվես դրանից։ Հալելույա։ Նա, ով որ հավատում է, գիտեք հավատքը ինչ կարևոր նշանակություն ունի։ Աստծո խոսքը ոչ մի ներգործություն չի ունենում մարդու կյանքում, եթե մարդը դրան չի հավատում։ Ես շատ եմ հավանում առաջի Թեսաղոնիկեցիների 2:13-ը։ Պողոս առաքյալը գրում է Թեսաղոնիկեցիներին մի նամակ ու այսպես է ասում. Դուք Աստծո խոսքը, որ մեզանից լսեցիք, չընդունեցիք որպես թե մարդուց լսած խոսք, որպես թե Աստծուց, որը եւ ճիշտ է, որը ներգործում է ձեր մեջ, երբ հավատում եք։ Հալելույա։ Եթե հավատում եք, ներգործում է ձեր մեջ։ Եթե դուք հավատում եք այն խոսքին, որ գրված է, որ ձեր մեջ գտնվողը զորության հոգի է, սա ներգործում է ձեր մեջ։ Դուք վստահության զգացում եք ապրում։ Դուք խաղաղ եք ապրում այս աշխարհի մեջ։ Նեղությունը գալիս է, դուք նայում եք նեղությանը որպես մի փոքրիկ բան։ Ինչու՞, որովհետև ձեր մեջին ավելի մեծ է, քան թե աշխարհի մեջին է։ Սա անում է ձեր հավատքը։ Եթե դուք չհավատաք, դա տեղի չի ունենա։ Հավատքը ամենազորավոր բանն է, որ գտնվում է մարդու մեջ։ Այս աշխարհը խաղում է, գիտեք, մարդկանց հավատքի վրա։ Բոլոր մարդիկ ունեն հավատք։ Մեկը հավատում է իր վաղվա օրվան, մեկը հավատում է, որ իր խիղճն է ամենաճիշտը, մեկը հավատում է, որ իր իմաստությունը ամենաբարձրն է, իրանից բարձր մեկը չկա։ Բոլոր մարդիկ հավատք ունեն, բայց մենք հավատում ենք, որ Աստծո խոսքն է ճշմարտագույնն է, որ դրանից ճիշտ ոչինչ գոյություն չունի։ Ու միակ ճշմարիտն Աստծո կողմից տրված մեզ։ Ու մեր մեջ է գտնվում Աստծո հոգին, մենք սրան հավատում ենք։ Ոչ ոք չի շոշափել Աստծո հոգին, բայց բոլորը ապրել են լեզուների խոսելը, ինչու՞, որովհետև նախ հավատալով ընդունել են հոգին, հետո նոր ապրել են դրա հետևանքը։ Միշտ կյանքում հավատալով կընդունեք ճշմարտությունը ձեր սրտի մեջ, հետո կտեսնեք դրա հետևանքը ձեր կյանքում։ Հալելույա։ Եթե դու ճշմարիտ հավատացող ես, դու ամեն ինչ գնահատում ես հավատքով։ Գիտեք ինչու մարդիկ այս աշխարհային ձգտումները ավելի շատ են գնահատում։ Այս աշխարհում եղածը ավելի շատ են գնահատում, քան թե երկնքում եղածը։ Որտեղ չեն հավատում, որ այնտեղ եղածը ավելի կարևոր է իրենց համար։ Հավատքն է, որ ճիշտ է գնահատում։ Ինչպես կարող ես հավատալ երկնային թագավորությանը, եթե դա ոչ մի անգամ չես տեսել ու չես շոշափել։ Միայն հավատքով, դա հնարավոր էլ չի տեսնել ու շոշափել։ Մենք հավատքով գիտենք, որ Հիսուսը նստած է օրաջ կողմում ու հիմա բարեխոսում է իմ համար, քո համար։ Ինչից գիտենք, որս է գնացել օրաջ կողմում տեսել Հիսուսին նստած։ Բայց մենք հավատում ենք դրան, ու այս հավատքը մեր մեջ զորություն է գործում։ Ու մենք փառք ենք տալիս Աստծուն դրա համար, որ Հիսուսին նստածել է իր կողքին որպես բարեխոս ու քահանա մեր համար։ Ու բոլոր երկնային բաները մենք ընդունում ենք հավատքով։ Այսօր ինչու մարդիկ սիրում են իրենց մեղքի հաճույքները բավարարել, սիրում են այսօր իրենց փողային ձգտումները, չգիտեմ աշխարհային ցանկությունները, ձգտում են այս աշխարհում շատ բան ունենալ, ինչու՞։ Ինչ որտեղ կարծես թե չեն հավատում, որ այդ բոլորը պիտի կորցնեն։ Պետրոս ասում է այս մարմիններին վերաբերվեք որպես օտար ու պանդուխտ։ Նույնիսկ այս մարմնին վերաբերվեք, որի մեջ դուք օտար ու պանդուխտ եք։ Այսինքն դու հավատում ես դրան, որ այս մարմնի մեջ դու օտար ու պանդուխտ ես։ Կարծում եմ մարդ չկա, որ մտածի ինքը հավիտյան այս մարմնով պիտի ապրի։ Այո, մենք հավիտյան պիտի ապրենք հոգով, բայց այս մարմնով այս սա հավատքն է անում, նկատում եք։ Որովհետև այն հավատքը, որ ճիշտ գնահատում է ու ճիշտ ընտրություն է կատարում, նա է հաղթում այս աշխարհին։ Եվ այստեղ գրված է ինչպես, որովհետև նա, որ Աստծուց ծնված է, հաղթում է աշխարհին, եւ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթում է, այսինքն մեր հավատքը։ Աշխարհին հաղթել, սա մի մեծ արտահայտություն է, որի մեջ կան բազմազան բաներ։ Աշխարհին հաղթելու մեջ կա սատանայի բերած մոլորություններին հաղթելը, որովհետև ճշմարտությունը ճանաչում ենք հավատքով։ Գիտեք, մի դժվար բան կա, ես սա ամեն դեպքում ասեմ, ես չեմ սիրում շատ խոսել աղանդներից, բայց մեկ-մեկ պետք է լինում դրա մասին խոսել։ Օրինակ Եհովայի վկաները երբեք Աստվածաշնչից հայտնություն չեն ունենում։
Իրենք սովորում են ուրիշների ունեցած հայտնությունով։ Դրանք էլ որքան են հայտնություն, Աստված գիտի։ Իրենք սովորում են իրենց համար Աստվածաշնչի միակ ճիշտ մեկնաբանությունը դա դիտարանի մեկնաբանությունն է։ Բայց ես ձեզ չեմ կապում իմ մեկնաբանության հետ։ Ես ձեզ ասում եմ գնացեք, բացեք Աստվածաշունչը ու հայտնություն ունեցեք։ Գիտեք ինչու է իրենք այդ հայտնությունը չեն կարող ունենալ, որովհետև չեն հավատում, որ Աստված իրենց հայտնություն կտա Աստվածաշնչից։ Իրենք հավատում են, որ հայտնությունը տալիս է ուրիշ մարդկանց, իսկ իրենք նրանց հայտնություններից սովորում են։ Ես ձեզ ասում եմ, բոլորը կարող եք ունենալ այդ հայտնությունը։ Ու ձեր ներսի աշխարհի կառույցը ուժեղ, ամուր կլինի ու աշխարհին կհաղթի, եթե դուք անձամբ հայտնություններ ունենաք։ Ես չեմ կարող ձեր սրտում հաղթել, ու ոչ մի մարդ չի կարող ձեր սրտում հաղթել։ Ձեր սրտում կարող հաղթի Աստծո խոսքի հայտնությունը, որը կատարվում է հավատքով։ Երբ որ դու հայտնությունները ունենաս քո սրտում, կարիք չի լինի, որ քեզ մեկը ուժեղ պաշտպանի մոլորություններից։ Կարող է դու բան չկարողանաս բացատրես այդ մարդկանց, կարող է չկարողանաս այնպիսի իմաստուն խոսքեր ասես, որ հաղթես իրենց, բայց իրենք էլ քո ներսը չեն կարող գրավել, որովհետև դու հայտնություններ ունես Աստծուց։ Հիմա մեկը գա ու քեզ ասի, որ Հիսուսը չկա։ Գիտես դու լեզուներ ես խոսում, մեկը քեզ ասի, որ այդպիսի բան գոյություն չունի։ Մեկ որ ինձ ասում են, գիտես Հիսուսը չկա, ասում եմ, գիտես դու ինչ ես ասում։ Այսօր առավոտը հետը խոսել եմ։ Դու ինձ ասում ես չկա։ Սրանից զորավոր բան չկա, գիտեք։ Կարող է դու չկարողանաս այդ մարդկանց այնքան խելոք բաներ ասես, որ իրենք փոխվեն, բայց իրենք չեն կարող քեզ փոխել։ Քո մեջ է, քո ներսը կատարյալ պաշտպանված կլինի ամեն տեսակ մոլորություններից։ Գիտես ինչու՞։ Որովհետև Սուրբ Հոգին բնակված է քո մեջ, դու հավատում ես Աստծո խոսքին ու քո մեջ բնակված Սուրբ Հոգուն։ Այս հավատքն է, որ հաղթություն է բերում քո կյանքում։ Ու ինչ տեսակ էլ թշնամին հարձակում գործի չի կարող քեզ հաղթել։ Զորավոր վիճակներից կամ զենքերից մեկը սատանայի դամոլորությունն է։ Մի ուրիշը դա գայթակղություններն են։ Գիտեք գայթակղությունը որն է։ Հրապուրանքը։ Դու քայլում ես Աստծո ճանապարհով, մի սրբության մեջ, ընտրում ես ճշմարտություն գործելը, մեկ էլ մի հատ հրապուրական բան ցույց տալիս սատանան։ Ասում է ճանապարհից դուրս արի տամ քեզ։ Ասում է արի իմ ետևից տամ քեզ։ Դա կարող է լինի շատ ուժեղ զգացմունքային, կրքային, դա կարող է լինի այս աշխարհի ցանկությունների օրինակ փողը շատ ուժեղ փայլ ունի, թեև թղթից է, բայց մեծ փայլ ունի։ Մարդկանց սրտերն է փայլացնում, մարդկանց աչքերին է փայլ բերում, ոչ թե ինքն է փայլում։ Բայց հաճախ գրավում է մարդկանց, ու մարդիկ շատ հեշտությամբ են թեքվում այդ ճանապարհի վրա։ Նույնիսկ շատ քրիստոնյաներ զգուշ եք սրանից։ Գիտեք փառքը ինչ փայլ ունի։ Մարդիկ սիրում են, որ իրենց գովում են։ Սիրում են, որ իրենց հաճելի խոսքեր են ասում։ Ես զարմանում եմ մեկ-մեկ դրա վրա։ Ասում եմ, հիմա քեզ համար ո՞րն է ճիշտ։ Որ քեզ գովեն, թե որ ճիշտ է ասեն։ Ո՞րն է քեզ համար կարևոր։ Մեկ-մեկ մարդիկ կան, ես մի անգամ այդպես մի հարցազրույց տեսա, մեկին հարցրեցին, ասես չէ, լավ է որ տենց բաները ինչ չասեն։ Այս մարդը սիրում է, որ ինքը լինի խաբված։ Ես զարմացա ուղղակի այդ մարդու վրա։ Ասում եմ, ո՞նց, նույնիսկ անհավատ վիճակում ես այդ բան չեմ մտածել, որ կարելի է լինել խաբված, համաձայնվել լինել խաբված։ Դուք համաձայն եք այդ լինել խաբված։ Ինքն է ձեր մասին ունենաք ճիշտ կարծիք կամ սխալ կարծիք կամ ինչ կա, այդ հրապուրական բաներ ցույց տալով։ Մարդու փառքը ամենահրապուրական բաներից մեկն է, ամենավտանգավոր բաներից մեկը։ Մարդուն սկսում են գովել, ինքը դուրս է գալիս Հիսուսի ճանապարհից։ Մարդուն ցույց են տալիս փող, ցույց են տալիս ունեցվածք։ Հիսուսին ցույց տվեց ամբողջ աշխարհի թագավորությունները գրված են։ Ինքը չհրապուրվեց դրանից։ Ասաց ես բոլորի փառքը քեզ կտամ։ Ինչ պատիվ կունենաս աշխարհով մեկ։ Ինքը չհրապուրվեց դրանից։ Գիտեք ինչու։ Հավատում էր, որ այդ բոլորը ժամանակավոր են, վաղ ինքը պիտի կանգնի Աստծո դատաստանի առաջ, որ այդ բոլորը անցողիկ են։ Իսկ ժամանակավորի համար կորցնել հավիտենականը սա ուղղակի հիմարություն է, գիտեք։ Երբ որ մի բանը որ կարճ պիտի տևի, ու դրա պատճառով դու կորցնում ես հավիտենականը, փորձեք 100 տարին համեմատել հավիտենության հետ։ Գիտեք մաթեմատիկայում այդպիսի բան չկա, որ հավիտենության հետ համեմատեն ինչ որ մի հատ թիվ։ Պատկերացնում եք ինչ եմ ասում, ինչ էլ որ համեմատեք, դա ոչինչ արժեք է ունենում հավիտենության առաջ։ Ու հանկարծ դա փոխել դրա հետ։ Միայն հավատքն է, որ ճիշտ ընտրություն է կատարում, այսպիսի բաներից չի պարտվում առաջ է գնում։ Հավատքը հաղթում է մի ուրիշ բանի էլ, գիտեք, ոչ միայն այդ փայլող բաներն են, որ հրապուրում են, ոչ միայն մոլորություններն են, հաճախ այս աշխարհը վախ է բերում մարդու կյանքում։ Մարդիկ սկսում են վախենալ, ասում են, որ մեղք չգործենք, ոնց կապրենք, մեր վաղվա օրը ոնց կապահովենք։ Մարդիկ սկսում են վախենալ, բա մեզ կսպանեն, որ հավատքի մեջ հավատարիմ մնանք, մեզ կսպանեն։ Հիսուս ասաց մի վախեցեք նրանցից, որ մարմինը կսպանեն ու ավելին չեն կարող անել։ Այս խոսքին դու հավատում ես, դու սկսում ես չվախենալ նրանից, որ քեզ կսպանեն։ Դու երբ որ հավատում ես, որ Հիսուսն է, Աստվածը, որ քո կյանքը ապահովող է, դու չես վախենում, թե վաղը ինչ կուտես, եթե դու մեղք չգործես, եթե դու գողություն չանես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դրա համար հավատքը հաղթում է այս աշխարհում ամեն ինչի։ Աստված քեզ նպատակ է տվել, դու նպատակին հասնելու համար շատ դժվարություններ կունենաս։ Եթե մեծ նպատակ է, ավելի մեծ դժվարություններ կունենաս։
Որքան այդ նպատակը մեծ ես տեսնում, այնքան սատանան շատ արգելքներ է դնելու քո առաջ։ Այդ բոլոր արգելքներին հաղթելու համար քեզ պետք է ինչ? Հավատք։ Գիտեք, քրիստոնյաներին ինչն է խանգարում, որ բացեն Աստվածաշունչը ու հայտնություններ ունենան։ Մի բան ասեմ, որ գիտեմ հաստատ բոլորի մեջ էլ գործում է, իմ մեջ էլ, ծուլությունը։ Գիտեք, շատ ավելի հեշտ է պարկել բազմոցին ու նայել հեռուստացից։ Ավելի ջանք է պահանջում բացել Աստվածաշունչը, կարդալ ու սպասել հայտնության։ Կարդալ ուղղակի տեքստը ու սպասել, թե Սուրբ Հոգին ինչ կասի այսօր քեզ։ Նկատում եք, հավատքը հաղթում է ծուլությանը։ Հավատքը ջանք է բերում մարդու կյանքում։ Հավատքը ամեն տեսակ արգելքների է հաղթահարում։ Հավատքը կհաղթահարի հուսահատությանը։ Երբ որ դու կբացես Աստվածաշունչը, մի քանի օր հայտնություն չես ունենա, կաղոթես, Աստծո ներկայություն չես ապրի, ու Աստված ոչինչ չի խոսի, կամ կառաջանա մի ուրիշ դժվարություն։ Գիտեք որն է դա? Հուսահատությունը։ Քանի անգամ եք հավատքի կյանքում մտածել, որ Աստված թողել է ձեզ, որ Աստված էլ չի սիրում ձեզ։ Հենց հավատում ես, որ Հիսուսը մեռավ խաչի վրա, բոլոր հուսահատությունը դեն է շպրտվում։ Գիտեք ինչու՞։ Խաչի վրա Հիսուսը ապացուցեց, որ ինքը սիրում է մեզ բոլորիս, անձամբ ինձ։ Որ հենց դու հավատքով նայում ես խաչին, այդ բոլորը անհետանում է քո կյանքից։ Դու շարունակում ես առաջ գնալ ու ապրել կյանքում։ Հավատքը ամեն բաժիններում հաղթություն է բերում։ Դու տրտմած ես, ընկճված, նեղված դեպքերի շատությունից, հավատքով ես նայում, որ Աստված իշխում է այդ բոլոր դեպքերի վրա։ Հավատքով ես նայում, որ դրանք բոլորը անցողիկ են, այդ բոլորը ցնդում է քո կյանքից։ Դու նորից այդ նույն դժվարությունների իրադրության մեջ ուրախ ես ապրում։ Գիտես ինչու, որովհետև հավատքով ես ապրում։ Հալելույա։ Հավատքը դա մի յուրահատուկ ուժ է իրենից ներկայացնում։ Հավատքը մի յուրահատուկ հատկություն ունի, ինքը վախենում է Աստծուն չհնազանդվելուց։ Ինքը վախենում է, որ Աստծո խոսքը իր կյանքում չկատարվի։ Իսկապես սա լուրջ բան է, ու այն մարդիկ, որ գրված խոսքից չեն վախենում, նրանք չեն հավատում գրված խոսքին։ Ուզում եմ, որ այս բանը վերցնեք ձեր կյանքում։ Հավատքի համար այս բոլոր նկարագրելուց հետո հանգիստ կարամ ասեմ, որ անհնարին ոչինչ չի լինում։ Կարդացել եք այդպիսի խոսք Մատթեոսի ավետարան 17:19 խոսքում։ Հավատքի համար անհնարին ոչինչ չի լինում։ Հավատքի համար ամեն բան հնարավոր է դառնում։ Երբ որ հրեշտակը հայտնվեց Մարիամին, ու ասաց, որ դու որդի ես ունենալու, ասաց, ոնց կունենամ, ես այլ մարդ չգիտեմ։ Ասաց, Աստծո մոտ բնավ անհնարին բան չկա։ Ոչ մի բան անհնարին չի լինում Աստծո մոտ։ Դու ապրում ես մեկի հետ, որի մոտ անհնարին բան չկա։ Այդ խոսքում Հիսուսն ինքը ասաց, Մատթեոս 17:19 խոսքում։ Ասաց, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս լեռանը պիտի ասեք, այստեղից հեռացի ուրիշ տեղ, ու նա կհեռանա, կնազանդվի ձեզ։ Գիտեք ինչու, որովհետև հավատքի համար անհնարին ոչինչ չի լինում։ Միայն մի բան կա։ Ուզում ես, որ աճես հավատքի մեջ։ Այսօր քեզ ինչպիսի իրադրության մեջ տեսար։ Հոգևոր մանուկ, հոգևոր երիտասարդ, Սուրբ Հոգուն ճանաչում ես, թե չես ճանաչում։ Հավատքդ գործի դնում ես այսօրվա քո դժվարությունների մեջ, թե ոչ։ Թե դեռ կարիք ունես, որ Աստծո խոսքից հայտնություններ ունենաս։ Որքան է քո ներսը լցված Աստծո խոսքի հայտնություններով։ Ոչ թե խոսքի գիտելիքով, այլ խոսքի հայտնություններով։ Որքան է լցված։ Այսօր ես առաջնային սա կդնեի։ Աստծո խոսքից հայտնություններ ունեցիր, որովհետև քո կյանքում հավատքդ էլ հենված է լինելու այդ հայտնությունների վրա։ Սուրբ Հոգուն ճանաչելն էլ, Աստծուն ճանաչելն էլ հենված է լինելու այդ հայտնությունների վրա։ Քո կյանքի նպատակին գնալն էլ հենված է լինելու հայտնությունների վրա։ Ինչ ուզում ես արա կյանքում հենված է լինելու Աստծո խոսքից, Աստվածաշնչից քո ունեցած հայտնությունների վրա։ Դրա համար ես քեզ մի առաջարկ ունեմ։ Ամեն օր օրդ սկսի Աստծո խոսքից հայտնություն ունենալով։ Բաց արա Աստծո խոսքը ասում, մինչև ինձ հայտնություն չտաս, մինչև մի նոր բան չասես, որ մինչև հիմա չեմ ունեցել, ես չեմ թողնելու քեզ։ Համառությամբ կանգնիր աղոթքի մեջ, գիրքը բաց քո առաջ։ Կարդա ու ասա, ինչ ես ուզում այսօր ինձ ասել։ Գտիր քո հետորվա կերակուրը, հետորվա ասելիքը Աստծո կողմից ուղված քեզ։ Հետո փակիր գիրքը ու գնա քո գործերին։ Ու կտեսնես քո օրը ինչքան օրհնյալ կանցնի։ Թող Հիսուսի անունը փառավորվի։ Եթե դեռ այսպես չես ապրել, ես քեզ առաջարկում եմ ոտքի կանգնել ու խոսել Հիսուսի հետ։ Քեզ տրված է հաղթելու իշխանություն։ Աստծո կամքն է, որ իր որդիները չպակասեն այդ իշխանությունից, որ ամեն բանի մեջ հաղթող լինեն, ալելույա։ Իսկ ամեն բանի մեջ հաղթելու համար դու 3 կարևոր բան ունես. Աստծո խոսքի հայտնությունը, Սուրբ Հոգին քո սրտի մեջ ու հավատքը, որ դրված է քո սրտի մեջ նորից Աստծո կողմից։